Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանի 5-րդ խուսափող հաղորդաշարն է։ Հաղորդաշար, որը կառուցվում է ձեր հեռախոսազանգերի հիման վրա, ուստի խնդրում եմ այս նախաբանից հետո ակտիվորեն մասնակցել մեր զանգերին, որի համարները դուք տեսնում եք ձեր էկրանին։ Երկու համար կա, հայաստանյան համար կա և ամերիկյան, այնպես որ կարելի է ցանկացած ձևով միանալ մեր հաղորդմանը և մասնակցել այդ հաղորդմանը։ Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բազմաթիվ զանգերի, բազմաթիվ կոմենտների համար, որոնք որ դուք գրում եք ինձ և առաջարկում, որ 5-րդ խուսափող հաղորդումը ավելի հաճախ լինի։ Ես կաշխատեմ հենց այդպես էլ անել և երևի նոր տարվանից հետո մենք ավելի հաճախ պարբերականությամբ կհանդիպենք, գուցե ամեն շաբաթյա, գուցե երկու շաբաթը մեկ անգամ, բայց անպայման այնպես կանենք, որպեսզի ձեր հնարավորությունը եթերում ձեր կարծիքները արտահայտելու ավելի կմեծանա։ Կարծում եմ, եթե մենք այսպես շարունակենք, մենք պետք է հնարավորություն տանք, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան իրենց կարծիքը ասելու և մենք փորձենք ձեզ հետ հասկանալու, թե հիմնականում ինչ են մտածում հայերը աշխարհի տարբեր մասերում։ Այս հաղորդման առիթը հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, բայց սկսենք ավելի սկզբից։ Հայաստան-Եվրոմիության համագործակցության ռազմավարական օրակարգի մեջ ուրեմն հիշատակվում էր Արցախի փախստական բառը և ահա Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ քննադատում էր, որ մենք խոսում ենք Արցախի փախստականների մասին, մինչդեռ խաղաղության օրակարգը նման բաներ չի նախատեսում և այդ ամբողջը խանգարում է խաղաղության օրակարգին։ Եկեք հստակ ձեզ ասեմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը մի բառին, եվրոպացիները, ոչ հայերը, այդ փաստաթղթի մեջ ներառել էին նաև Արցախի փախստականների խնդիրը։ Եվ ահա Ադրբեջանի այդ արձագանքը չուշացավ, իսկ դրանից հետո ամենակարևորը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի ամբիոններից փաստորեն խոսեց նրա մասին, որ մենք նշաձողը հերթական անգամ պիտի իջեցնենք, սա ցիտատ չի։ Սա իմ դիտարկումն է, որովհետև եթե հիշում եք այդ հայտնի ելույթը Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում, որ ասում էր, որ դե աշխարհը չի ընկալում, որ մենք այդքան բարձր նշաձող ենք պատկերացնում Արցախի հարցում, այսինքն պատկերացնում ենք, որ Արցախը պիտի անկախ լինի կամ միանա Հայաստանին, ուստի եկեք մենք փորձենք այդ նշաձողը իջեցնել։ Եվ վերջին տարիների ընթացքում մենք անընդհատ ապրում ենք այդ նշաձողի իջեցման գործընթացը։ Եվ ահա փաստորեն Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը խոսում էր նրա մասին, որ այդ նշաձողը ևս մեկ անգամ պետք է իջեցնել։ Նիկոլ Փաշինյանը ասում էր բառացիորեն, որ գուցե մենք չպիտի խոսենք Արցախահայերի վերադարձի մասին և գուցե ադրբեջանցիներն էլ չպիտի խոսեն արևմտյան Ադրբեջան այդ հասկացության մասին և այդ ձևով մենք կարող ենք այդ խնդիրը լուծել։ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները այս հարցին մենք բազմիցս ենք քննարկել ձեզ հետ միասին, մարդու համոզմունքներն են և այդ համոզմունքները ինքը փորձում է իր թիմի հետ միասին իրականացնել։ Ինձ հետաքրքիր է ուրիշ բան։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ես ինքս առիթ եմ ունեցել անձամբ զրուցելու տարբեր մարդկանց հետ, որոնք որ շատ այսպես խստորեն և շատ համառ պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները,
ասում էին, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, զիջումների է գնում, բոլորին խոնարհվում է, որպեսզի ինչ որ ձևով պատերազմը հետաձգի։ Նրա մյուս կողմնակիցները ասում են, որ միթե դուք չեք հասկանում, որ քանի որ Հայաստանը այս պահին պատերազմ չի կարող վարել, պարզ է, որ Փաշինյանը պիտի ամեն ինչ անի այդ պատերազմը հետաձգելու, անգամ սեփական արժանապատվության հաշվին, անգամ խոնարհվելու հաշվին, բայց սա իրականում դա ոչ թե մարդու համոզմունքն է, այլ նա պարզապես փրկում է մեզ բոլորիս, դրանով փրկում է մեզ պատերազմից, որպեսզի մենք հասցնենք ուժեղանանք եւ դրանից հետո միայն կարողանանք արժանապատիվ ձևով ուրեմն արձագանքել այս մարտահրավերներին։ Փաշինյանի հակառակորդները խոսում են դավաճանության մասին, խոսում են նրա մասին, որ Փաշինյանը փաստորեն փակեց հայկական հարցը վերջնականապես եւ անվերադարձ։ Փաշինյանը չունի ոչ մի պատկերացում նրա մասին եւ նա այդ պատկերացումները մեզ է փորձում թելադրել, որ հայկական հարց, պահանջատիրություն, ցեղասպանության փոխհատուցում, հայրենազրկման փոխհատուցում, դարապես հայերը սրա մասին պիտի մտածեն։ Ոչ մենք պիտի մտածենք խաղաղության մասին, մենք պիտի մեր օրակարգից ամբողջովին այդ հարցերը հանենք մեր խոսույթներից, հանենք այն սիմվոլիկան, որը մեզ հիշեցնում է այդ հարցերը, ես նկատի ունեմ Արարատը, ես նկատի ունեմ Արևմտյան Հայաստանը, ես նկատի ունեմ բոլոր այն ուրեմն խոսույթները, որ մեր այսպես ազգային մշակութային ինքնությունը ընդվզում է երբեմն եւ փորձում է ուրեմն դրանց հիշեցնել դեպուս խոսույթի միջոցով, որովհետեւ ես որքան հասկանում եմ, հայ ժողովրդի ընդվզումը այդ խոսույթից այն կողմ չի գնում։ Եվ ահա մենք փաստորեն հանդես են գալիս հերթական զիջողի դերում բոլոր հարցերում, մենք ունենում ենք գուցեև խաղաղություն, չնայած եթե մեր թշնամիների օրակարգում նշված է, որ Հայաստանը որպես այդպեսին չպիտի լինի եւ հայերը որպես այդպեսին չպիտի լինեն, զարմանալի է մարդկանց վստահությունը, որ այո, բոլոր մեր իրավունքներից հրաժարվելով մենք կարող ենք ուրեմն հասնել ինչ-որ մի հանգիստ վիճակի, երբ որ մեզ պարզապես հանգիստ կթողեն։ Համենայն դեպս այս օրակարգը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, թողենք դա Նիկոլ Փաշինյանի խեղճին, իմ հարցը բոլորովին այլ է։ Տեսնում ենք արդյոք դուք, որ հայ ժողովուրդը համաձայն չի նրա հետ։ Տեսնում եք, որ արդյոք, որ հայ ժողովուրդը ընդվզում է դրա դեմ, փորձում է պայքարել, փորձում է ուրեմն իրավունքների մասին պաշտպանել իրենց իրավունքները, իրենց ինքնության, համենայն դեպս այն պատկերացումը, որ կար միջև Փաշինյանական էրան, եւ մենք տեսնում ենք, որ ոչ։ Իրականում իմ տպավորությունն այն է, որ հայ ժողովուրդը հիմնականում մարսել է բոլոր այդ ուրեմն օրակարգերը, որոնք որ գալիս են Փաշինյանից եւ Փաշինյանի թիմից եւ ըստ էության համաձայնվում է այն գործողություններին, որոնք որ կատարում են Փաշինյանի կողմից։ Եվ այսօր մենք փորձենք հասկանալ արդյոք այն ինչ որ անում է Փաշինյանը պաշտպանություն է գտնում իրոք մեր հայրենակիցների շրջանում, թե ոչ։ Եվ այսօրվա հարցը հենց դա է, արդյոք Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, որ զիջելով մեր բոլոր հնարավորությունները, իրավունքները, մեր բոլոր, չգիտեմ, ազգային արժանապատվության կամ ես չգիտեմ, մեր պատկերացումները մեր ինքնության մասին, բերում է մեր իրավիճակի, որ մենք պիտի իբր թե ապրենք խաղաղ եւ արդյոք սա չի բերի Հայաստանի պետականության եւ
հայերի ազգային օրանի կորստի, այսինքն ազգային այն տունը, որ մենք հիմա ունենք մեր մեծ հայրենիքի մի փոքրիկ պատառիկը, որտեղ հայերն են ապրում, հայերեն են խոսում, հայկական օրակարգեր են թելադրում, հայերեն է համայն դեպս գործավարությունը, հայերեն է պետական լեզուն եւ այլն, մենք աստիճանաբար չենք կորցնելու այս ամենը։ Ես սպասում եմ ձեր հեռախոսազանգերին, գովազդից հետո կփորձեմ վերցնել հեռախոսազանգերը, խնդրում եմ սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ մեր կանոնները, որ ուրեմն չի կարելի հայհոյել, չի կարելի որակումներ տալ, մենք խոսում ենք քաղաքակիրթ, խոսում ենք ամենատարբեր բաների մասին, բովանդակային առումով ոչ մի սահմանափակում չկա, կա սահմանափակում եթերային բառապաշարի հարցում։ Հիմա գովազդը եթերում, սպասում եմ ձեր հեռախոսազանգերին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, հիմա մենք սկսենք ընդունել ձեր հեռախոսազանգերը, փորձենք անդրադառնալ իմ կողմից բարձրացված հարցերին, փորձենք տեսնել ինչ տրամադրություններ կա ձեզ մեջ։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։
Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ողջունում եմ 5-րդ խոսափող հաղորդաշարը երկար ժամանակ չէր եղել եթերում, բավական ողջունելի է դա։ Տեսեք, ձեր հարցի հետ կապված երկու մաս ունի ճիշտ Անուն Փաշինյանը եւ ինչու է հայ ժողովուրդը մարսում։ Տեսեք, նրանք ովքեր ասում են, որ ժամանակավոր է դա Անուն Փաշինյանը, որ պիսի մենք հզորանանք, սովորաբար նրանք իշխանության այսպես կոչված այդ սազանդար անվանումը կա, նրանք իշխանության ջատագովներն են, որոնք խաբում են ժողովրդին։ Երեք օրինակ ձեր եթերում եկել էր Գագիկ Սաֆարյանը, ցավոք արցախցի, եւ նույն սազանդարություններ անում, ես զանգարեցի եւ ասացի, որ ոչ, Փաշինյանը ժամանակավոր չի անում, նա մերժում է մեր իրավունքները։ Երկինավարտովեց, բայց դա ճշմարտությունն է, եւ սա գնում է այն հարցին, թե ինչու է ժողովուրդը մարսում։ Տեսեք, Փաշինյանը բացահայտված այդ փաստաթղթերով բացահայտեց, որ նա սանձազերծել է պատերազմը։ Կար այդ Մինսկի խմբի այդ առաջարկը, նա մերժեց, հետո արել է հայտարարություններ ռազմատենչ եւ ասեն սանձազերծել պատերազմը։ Եվ կան վարկածներ, որ դա արվել է հավանաբար եւ Պուտինի եւ Սերժ Սարգսյանի, որոնք հավանաբար ի սկզբանե կառավարել են Փաշինյանին, դրդմամբ, որպեսզի ռուսական զորքեր տեղավորվեն Ղարաբաղում։ Իհարկե հետագայում Եվրոպայի միջոցով Փաշինյանը փորձեց փրկել Հայաստանը, բայց տեսեք, խաղաղությունը չի լինելու, եթե Փաշինյանը շարունակի զիջել։ Ընդհակառակը Ալիևը պահանջելու է ավելին սահմանադրություն, հետո 300,000 այդ ադրբեջանցիներ, փախստականներ, միակ ձևը Եվրոպայի արևմուտքի հետ դաշնակցելն է։ Նկատեք, Եվրոպան պահանջում է, որ արցախցիները վերադառնան, Փաշինյանը մերժում է։ Ֆրանսիայի դեսպանը օրինակ դրել էր Արարատի նկարը, Փաշինյանը Արարատից հրաժարվում է։ Լեմկին ինստիտուտը մեղադրում է Փաշինյանին ցեղասպանությունից հրաժարվելու համար։ Արևմուտքը չի ցանկանում, որ Փաշինյանը հրաժարվի իրավունքներից, բայց Փաշինյանը դա անում է, որտեղ նա ցանկանում է դեռ մնալ Ռուսաստանից կախված։ Եվ պատճառը, որ ժողովուրդը մարսում է, դա ցավոք այն է, որ Հայաստանի հասարակությունը եւ մասամբ Սփյուռքում որոշ կազմակերպություններ ողողված են ռուսական եւ փաշինյանական այդ նարատիվներով, որ Եվրոպան մեր մասին չի մտածում, որ դեպի արևմուտք ճանապարհը Թուրքիայով է գնում, որը սուտ է։ Եթե մենք գնանք դեպի Եվրոպա, Եվրոպան շագրգռված է եւ արևմուտքն եւ Միացյալ Նահանգներն, որ մենք լինենք հզոր, որպեսզի բալանսավորենք եւ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դրան այդտեղ չգնալով Փաշինյանը ստիպված իր այդ տնտեսական կամ այլ շահերից ելնելով զոհաբերում է մեր շահերը եւ դա չի տանելու խաղաղության, այլ դա ընդհակառակը տանելու է ստրկացման եւ հավանաբար նոր պատերազմի։ Պետք է այդ ապատակատվական դաշտը մաքրել, պետք է հայ ժողովուրդը հասկանա եւ այդտեղ ձեր դերը լրատվականների շատ մեծ է, որպեսզի հասկանան, որ այդ ռուսական նարատիվները, որ արևմուտքը մեզ չի օգնում, մենք պետք չենք արևմուտքին, դա սուտ է եւ այս ձևով դեպի արևմուտք դաշնակցելով գնալով մենք կարող ենք մեր իրավունքները վերականգնել։ Այսքանը։ Շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար, փորձեմ դրանց անդրադառնալ։ Նախ եւ առաջ ուրեմն կա հայ բոլորին հայտնի ճշմարտություն, որ եթե ռազմական բալանսը խախտված է ցանկացած տեղ, ապա վաղ թե ուշ այդ ռազմական բալանսի խախտումը բերելու է պատերազմին կամ առանց պատերազմի հաղթանակի, այսինքն զավթման, ուրեմն ուծացման, ներգրավման եւ այլն։ Հիմա մենք ունենք իրոք ռազմական բալանսի կտրուկ խախտում դեպի Ադրբեջան։ Միանգամից է եղել այս խախտումը, ոչ, երբ մենք բանակցում էինք, ես նկատի ունեմ Հայաստանի ղեկավարները բանակցում էին Ադրբեջանի հետ, առաջին Արցախյան պատերազմի հաղթանակից հետո, Ադրբեջանը ոչ մի անգամ միջնորդների որևէ առաջարկության չի համաձայնել։ Առաջարկությունները առաջ ավելի այսպես ռադիկալ էին, այսինքն Արցախի հետ կապված հարցերում,
հետո քիչ ավելի քչացան, Հայաստանը միշտ համաձայնվում էր, Ադրբեջանը միշտ չէր համաձայնվում։ Բայց այս բանակցությունները ընդհանրապես շղարշ էին, որովհետև Ադրբեջանը պատրաստում էր պատերազմի, ինքը ի սկզբանե դրել էր խնդիրը, որ ուժի միջոցով այս հարցը պիտի լուծվի, եւ այս հարցը լուծեց ուժի միջոցով 16 թվականին փորձեց չստացվեց, 20 թվականին փորձեց եւ ստացվեց, հետո 23 թվականին ընդհանրապես ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախը հայաթափվեց, դրանից հետո հայկական կողմը սկսում է խոսել հայկական այս Արցախի հարցի լուծված լինելու մասին եւ առաջարկում է խաղաղության օրակարգ։ Հիմա որն էր պատճառը, որ Ադրբեջանը կարողացավ հաղթել, նա էր, որ Ադրբեջանը չգնաց միջազգային իրավունքի ճանապարհով, այսինքն բոլոր այն կանոնները, որոնք թելադրված էին, ասենք, Մինսկի խմբի, ԵԱԿ-ի, միջազգային հանրության կողմից, որ գիտեք ինչ կա, ուժի կիրառում, ուժի կիրառման սպառնալիք եւ այլն չի կարելի անել, Ադրբեջանը դրանք անտեցեց եւ ուրեմն խնդիրը լուծեց բիրտ ուժով։ Հիմա, ինչ վերաբերվում է Փաշինյանի դիրքորոշումներին եւ Փաշինյանի ասացին, դուք ասում եք, ուրեմն նույն արևմուտքի հետ համագործակցություն։ Հասկանալի է, որ արևմուտքի հետ համագործակցությունը ավելի քաղաքակիրթ է, քան ասենք համագործակցությունը բռնապետների հետ։ Ակնհայտ է, բայց արդյոք արևմուտքը ունի այն նախանցախնդրությունը, որ կարողանա պաշտպանել Հայաստանին, ես դա չգիտեմ։ Եվ կարծում եմ, որ այո, ավելի կպաշտպանի, քան ցանկացած մեկ ուրիշը, բայց միևնույն է, ես ուզում եմ պնդել, որ գլխավոր պաշտպանության խնդիրը դա մեր հասարակության մեջ է։ Մեր հասարակությունը պիտի ուզել պաշտպանվել, որպեսզի մեզ օգնեն։ Եվ եթե մեր հասարակության մեջ լրիվ մերձվում է դիմադրության գաղափարը ընդհանրապես, ապա բնականաբար այս պարագայում ոչ ոք մեզ ըստ էության օգնել չի կարող, որովհետև այդ օգնությունը գալիս է այն աստիճանի վրա, որ աստիճանի կա պահանջը։ Եթե մենք պահանջեինք միջազգային իրավունքի մեր իրավունքների պաշտպանություն, բնականաբար կգտնեինք դաշնակիցներ, որոնք մեզ կպաշտպանեին մեր իրավունքների պաշտպանության մասով։ Եթե մենք ուզում ենք պաշտպանություն, մեզ ընդամենը խաղաղություն է պետք, ուրիշ ոչինչ պետք չի, մեզ ոչ մի իրավունք պետք չի, մեզ պաշտպանում են հենց այդ մասով։ Ճիշտ է, երբեմն սխալվում են եւ գրում են Արցախի փախստականների մասին, բայց եթե մենք մի քանի անգամ եւս ասենք, որ գիտեք ինչ կա, մենք այդ հարցը փակել ենք, ինչու եք դուք բորբոքում մեր թշնամանքը նորից, նրանք այդ ֆրազը եւս կանեն։ Եվ ըստ էության, հիմա մենք խոսում ենք մեր հասարակության առողջության մասին, մենք խոսում ենք մեր հասարակության ցանկությունների եւ իրավունքների մասին, որովհետեւ վերջ սովերենը ժողովուրդն է։ Եթե մեր ժողովուրդը չի ուզում մեր իրավունքները պաշտպանել, ապա մեր իրավունքները չեն պաշտպանվի, ինչ կա որ դրա մեջ։ Եվ սա է խնդիրը, որ մենք իրոք պետք է հասկանանք, իրոք մեր ժողովուրդը հաշտվել է մեր իրավունքների չպաշտպանելու հետ, թե դա մանիպուլյացիաների արդյունք եւ ինչ որ քնեցման, ձեր ասած իշխանամետ սազանդարների կամ այլ մանիպուլյացիաների արդյունքով է, թե մեր հասարակությունը իրոք իր մեջից հանել է այդ խնդիրը որպես այդպիսին եւ գլխավոր խնդիրը փորն է։ Այս է հիմնական հարցը եւ ես ընդունում եմ հաջորդ հեռուստադիտողի զանգը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, մի հարցի մասին եմ ուզում ասեմ, ձեր եթերում գովազդ է գնում, որտեղ
Աշոտ Ղազարյանը հայտարարում է, որ այդ բանկից ինչ որ կարելի է ծրի փոխանցում անել։ Ես ճիշտ նրանց գնացի այդ բանկը, ասեցին բան չկա։ Հիմա ես ում եմ դատի տալու Աշոտ Ղազարյանի, ձեր հաղորդմանը, թե հեռուստաընկերությանը, որ մարդկանց խափում են։ Այսինքն երկրորդ հարցը։ Հիմա նայեք, ձեր հաղորդման մեջ դուք ասում եք, որ չի կարելի որակումներ տալ եւ այլն։ Բայց ձեր այս հաղորդումների ժամանակ ձեր երկու կանայք են հաղորդումներ անում։ Շատ հաճախ ուրեմն մարդիկ խոսում են, ես վերջերս լսեցի, որ մեկը անդիմադիրների մասին ասում են, նրանք զռնում են։ Եվ ինչ են անում ներողություն, այդ ինչ բառ է։ Չասեք նրա բերանը չփակել։ Իսկ եթե մենք ենք հանկարծ մի փոքր բան խոսում, դուք այստեղ ասում եք չի կարելի որակումներ տալ։ Հիմա ըստ էության Ամեցեք։ ասեց այդ մարդը ասեց, որ ընդդիմադիրներից չգիտեմ ում մասին է խոսում, ասեց նրանք զռում են։ Լավ, ըստ էության ավելի ճիշտ կլինի։ Հիմա հարցը էսպես է։ Ուրեմն տեսեք, դուք այստեղ մի քիչ առաջ այդ բանին ելույթին արձագանքեցիք, հաստորեն դուք շարունակեցիք Նիկոլի Լորոն կարդալ այստեղ, այսինքն ժողովուրդն է մեղավոր, արևմուտքն է մեղավոր, բայց մոռացաք այդ մարդու ասածը, որ Նիկոլը հրաժարվել է Միսկի խմբի առաջարկներին, եւ Միսկի խումբը, երբ որ կար, Ադրբեջան չէր հարձակվի, որովհետեւ այնտեղ գրած է, որ այս պայմանները պիտի բավարարվեն։ Եթե դուք լսել եք Անդրեաս Ղուկասյանին, դրանից առաջ էլի մարդիկ խոսել են, որ Միսկի խմբից հրաժարվելը նշանակում էր Ալիևին հրավիրել պատերազմի։ Իսկ դուք այստեղ հիմա Նիկոլի Քարոզն եք կարդում եւ մարդկանց թյուրիմացիան մեջ եք գցում։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր մեկ նաբանության համար, շնորհակալություն։ Ինչ վերաբերում է ուրեմն խոսքի բարևարկությանը, եկեք պահպանենք դա, համայն դեպս դա իմ պահանջն է, եւ եթե դուք ինձ օրինակներ եք բերում նրան, որ մեր հաղորդավարներից ոմանք չեն պահպանում, շնորհակալություն, ես անպայման հետամուտ կլնեմ նրան, որ ուրեմն դա արվի եւ մեղավորներ կպատժվեն։ Երկրորդ հարցը, որ դուք բարձրացնում եք, այո, ես գիտեմ Անդրեասի տեսակետը, ես շատ հարգում եմ Անդրեասին, մենք ընկերական հարաբերություններ ունենք եւ հիմնականում կիսում եմ նրա տեսակետները, բայց կան նաեւ այլ տեսակետներ, ես դրա մասին խոսեցի, որ եթե ուժերի դիսբալանս կա, այն բարակ թելը, որով պահպանվում է խաղաղությունը, կարող է կտրվել։ Եվ դրա ամենավառ օրինակը դա 16 թվականի 4-օրյա պատերազմն էր։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր, նա չէր խախտել ոչ մի ուրեմն առաջարկություն եւ միևնույն է Ադրբեջանը փորձեց հարձակվել Հայաստանի վրա։ Գուցե չստացվեց այդ հարձակումը, հայկական զինվորները կարողացան իրենց սխրանքի ճանապարհով պաշտպանել եւ այդ պատերազմը կանգնեցվեց 4 օր հետո, բայց այն փաստը, որ պատերազմը սկսվեց, ցույց է տալիս, որ Անդրեասի դիրքորոշումները այնքան էլ ճիշտ չեն, մեծ հաշվով գուցե ճիշտ չեն, բայց այնուամենայնիվ այդ արևմտյան օրենքները, որոնք որ պիտի պաշտպանեին մեզ պատերազմից, եթե մենք համաձայնվում ենք ամեն ինչի հետ, այնքան էլ չպաշտպանեցին եւ դրա լավագույն վկայությունը ուրեմն 4-օրյա պատերազմն էր 16 թվականի։ Ինչ վերաբերում է լոլոներին եւ դիրքորոշումներին, ուրեմն ես բացատրեմ ձեզ եւս մեկ անգամ իմ աշխատանքի սկզբունքը։ Ես փորձում եմ մեր հեռուստադիտողներին ներկայացնել բոլոր ասածները, բոլոր տեսակետները, բոլոր խոսույթները եւ փորձենք ձեզ հետ միասին, որովհետեւ ճիշտ է, սա հասարակական հարցում չի, զանգերի թիվը, ասենք 20-30-ից չի անցնում լավագույն դեպքում, եւ միևնույն է, սա ինչ որտեղ մարդկանց տրամադրությունները
վերհանելու եղանակ է եւ մեր հաղորդման հիմնական իմաստը հենց նրանում է, որպեսզի դուք խոսեք եւ ձեր տրամադրությունները պարզ լինեն մեր հեռուստադիտողներին, որոնք մեզ նայում են Հայաստանում, որոնք մեզ նայում են Հայաստանի մարզերում, որոնք մեզ նայում են Եվրոպայում, որոնք մեզ նայում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հաջորդ հեռախոսազանգը։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ, խնդրում ենք իջեցրեք հեռուստացույցի ձայնը և մեզ հետ խոսեք հեռախոսով։ Այո, լսում ենք ձեզ։ Սիրելի հեռուստադիտող։ Hello։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Արուսյան։ Ես պարոն Արուսյան, երևի մի փոքր կեղմեմ ես հաղորդումից։ Ես մի բան եմ ուզում առաջարկեմ։ Երբ որ ես Փաշինյանը ասում է, բեհապարը պետք է հեռանա, անպայման պետք է հեռանա, ոչ մի դադավոր, ոչ մի եվրոպացի, ոչ մի թագավոր չի կարա իմ դիմացը կանգնեցնի։ Ինքը պետք է բեհապարը հեռանա։ Ժողովուրդն ուզում է, որ այս անգրագետը հեռանա։ Մենք էլ ուզում ենք, որ ինքը հեռանա։ Ապօրինք ժողովուրդը ուզում է, որ այս հոգեկան հիվանդը հեռանա, այվար։ Ես նորից դիտողություն եմ անում ձեզ։ Ուրեմն խնդրում եմ ձեր բառապաշարը պաշտպանեք, հա, բարևարկությունը բառապաշարի։ Okay, բայց եք ուզում եք, որ ինքն էլ հեռանա։ Ներողություն։ Դուք ներկայացնում եք ինչ-որ հասարակական կազմակերպություն, դուք ներկայացնում եք ինչ-որ մարդկանց խումբ, որոնց անունից դուք խոսում եք, ինչ եք ասում, որ դուք ամբողջ ժողովուրդն եք։ Որտեղ ես ամեն օր լսում եմ այս հաղորդումները եւ ամբողջ ժողովուրդը պահանջում է, որ բոլորն էլ ինքը հեռանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ասեմ ձեզ, որ եթե ամբողջ ժողովուրդը պահանջեր, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Նիկոլ Փաշինյանը կհեռանար։ Չէր հեռանա կամովիր, կհեռացնեին ոչ կամովին, բայց խնդիրը նրանում է հենց, որ ամբողջ ժողովուրդը չի պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, եւ շատ շատերին հետաքրքրում է ինչու, այդ հարցը, ինչու։ Եվ ես հասկանում եմ ձեզ, որ դուք ուզում եք, որ նա հեռանա, եւ այդպիսի շատ շատերը կան, որ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Հայաստանի ուրեմն բարձրագույն պաշտոնին նստած լինի մարդ, որը որ ավելի հայկականությունը, հայրենասիրությունը, ես չգիտեմ, ազգի իրավունքները պաշտպանեն։ Բայց կան նաև մարդիկ, որոնք դրանք չեն ուզում։ Մեր այսօրվա հաղորդմանը իմաստը հենց դա է, որպեսզի հասկանանք, թե ինչու այդպես։ Հաջորդ հեռախոսազանգը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարի երեկո, Տիգրան ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեր հաղորդումը։ Տիգրան, մենք 30 քանի տարվա պայքարից հետո պարտվեցինք։ Անշուշտ մենք ունեինք մեծ սխալներ շատ, եւ զինվորական, եւ նյութական շատ սխալներ, շատ բաներ հաշվի չառանք, ասում են հաղթողներին չեն դատում, հաղթողն է իր ցանկությունները եւ պահանջները դնում, պարտվողը չի կարող պահանջներ դնել, պարտված կողմը։ Իսկ ինչ որ վերաբերվում է մեր ժողովրդին, մեր ժողովուրդը 30 քանի տարի այնքան անիրավ անարդար բաներատես է, որ նա արդեն հուսահատված է, չի կողմ որոշում ինչ անի այս ցավերի, այս քաոսների մեջ։ Ես կարծում եմ ժողովուրդը ստեղ մեղք չունի, ուղղակի մենք գուցե սխալ ճանապարհ ընտրենք, մեծ սխալներ գործեցինք, պարտվեցինք պատերազմը, հազարավոր զոհեր տվեցինք։ Ես իմ կարծիքը դա է, որ ժողովրդին ոչինչով Տիգրան ջան չեմ կարող մեղադրել։
Եվ չգիտեմ իրանք ինչ են ուզում նույնիսկ այսքանը տիրվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ելույթի համար, բայց այստեղ մենք ժողովրդին չենք բերադրում։ Մենք փաստորեն փորձում ենք հասկանալ այն պատճառները, որոնք ժողովրդին ստիպում են ունենալ այնպիսի դիրքորոշում, որը մենք հիմա տեսնում ենք։ Իմիջիալոց ասեմ, որպեսզի ճիշտ լինի, որ այդ դիրքորոշումը նույնական չի։ Ոմանք պայքարում են, ոմանք համարում են, որ իշխանությունը ճիշտ է վարվում։ Ոմանք համարում են, որ իշխանությունը ճիշտ չի վարվում, բայց հաշտվել են դրա հետ, որ իշխանությունը այդպես է վարվում։ Ոմանք համարում են, որ իշխանությանը ճիշտ չի վարվում եւ պայքարում են այդ իշխանության դեմ։ Եվ այդ ամբողջի քաղաքակիրթ վերջնական դրսևորումը պիտի լինի այն ընտրությունների մեջ, որին մենք մոտենում ենք օր առ օր, որը կլինի 2026 թվականի ամառը։ Եվ հիմա դատելով, թե ինչ են խոսում քաղաքական ուժերը, ինչպես են պատրաստվում այդ ընտրություններին, ճիշտ է, ընտրարշավը դեռ հայտարարված չի, բայց արդեն երևում է, որ ստեղծվում են նոր ուրեմն քաղաքական միավորներ, ինչ որ նոր գաղափարախոսություններ են լինում եւ այլն։ Մենք այս ամբողջի մեջ ենք եւ տեսնում ենք, որ մեր ժողովուրդը իրոք այս տարբեր ուղղությունների մեջ ամեն տեղ ինչ որ ժողովրդի հատված կա, բայց այն ինչ որ ես դիտարկում եմ, գուցե սխալվում եմ եւ ձեր զանգերը դա կապացուցեն, որ ես սխալվում եմ, այն որոշակի հաշտվողականությունը եւ մարսումը, որ կատարվում է Հայաստանում, այսինքն մենք այսպիսի Հայաստանում ենք ուզում ապրել, թե այնուամենայնիվ ունենք այլ պլաններ, այս է խնդիրը, եւ ես հիմա չեմ ուզում իմ դիրքորոշումները ձեզ արտահայտել, թե ես ինչպես եմ տեսնում կամ ուզում, ես ուզում եմ լսել ձեզ, դուք իրոք Հայաստանը պատկերացնում եք այնպիսին, ինչպիսին հիմա տանում է, դարձնում է Հայաստանը մեր իշխող վերնախավը, այո, թե ոչ, սա հիմա ժամանակավոր եք տեսնում, մշտական եք տեսնում, բայց ես տեսնում եմ մի բան, որ նման ժամանակավոր նահանջը այլևս անդառնալի հետևանքներ է ունենալու, անդառնալի այն իմաստով, որ եթե մենք ժողովրդի ոգին իջեցնենք միջև ուրեմն այդ նշածողը ամենացածր, այլևս վերելք կարող է եւ չստացվել, եւ արդյոք կա այդպիսի նպատակեր վերելքի, որովհետեւ հիմա հիմնական գաղափարախոսությունը, որ տանում է, դա մարդու ստամոքսն է եւ լավ ապրելը, եւ քանի որ 21-րդ դարում լավ ապրելը, խառնվելը, տարբեր երկրներում լինելը, բոլորովին ուրեմն բան չի, բնորոշ է բոլոր ազգերի համար, բոլոր ազգերը տարբեր տեղ են ապրում, տարբեր տեղեր են գնում, ես նկատի ունեմ հիմնականում քաղաքակիրթ ազգերը, ապա ստացվում է իրավիճակ, որ մենք իրոք պիտի սրա հետ ինչ-որ ձևով հաշվի նստենք եւ այս իմ հաղորդումը փորձ է հասկանալու ձեր մոտեցումները այս հարցին, եւս մեկ հեռախոսազանգ սերի բարեկամներ, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, ուրեմն Տիգրան ջան, հարցը այսպեսին է, դու շատ ճիշտ ես կողմնորոշում եւ շատ ճիշտ բացատրում ես։ Հիմա որոշ մարդիկ ուզում են դուրս գա, որոշ մարդիկ ասում են չէ, ես համաձայն եմ, որ մենք արևմուտքի կողմը գնանք եւ Ամերիկան է մեզ հույս տալի, որ այդ Թրամփի ուղիով մեզ բավականին օգնություն տալու ռազմական եւ տնտեսապես։ Բայց հիմա մեր երեք նախագահները հույսը դնելով որպես Ռուսաստանը դաշնակից, իրանք ապահով են, որ
իրանք կարող են երկիրը մի քիչ ճիշտ ղեկավարեն, շահագործեն եւ այլն, բայց երբ որ Ադրբեջանը հարձակվեց, հզորացավ, իրանք ուշով են Ռուսաստանը բանկաներ, կողներ, բայց չօգներ, Ադրբեջանին օգնեց իր օգուտի համար։ Հիմա հասնեմ ինձ թվում է, որ Փաշինյանի հարցը դժվար է, շատ դժվար է։ Ինքը կողմնորոշվում է։ Հիմա իմ մոտ մի միտք վագեց, կարող է ինքը ժամանակ աշահում, այսինքն ժամանակ ամա, որ երկիրը զորացնի, տնտեսության հարցերը լուծի, մենք տնտեսապես կապված ենք ամեն ինչով Ռուսաստանից։ Երևի նա սպասում է Ուկրաինայի Ռուսաստանի հարցը ոնց կվճարի վերջանա վրա, բայց մեր ճանապարհը արևմուտքն է, բայց արդյոք արևմուտքը ինչպես խոստանում է, եթե մեր տնտեսապես բաժետին լույսով, գազով, սննդամթերքները չընդունեն բան, արևմուտքը ինչ օգնություն կտա մեզի, արդյոք կապահովի մեր երկրի ժողովրդի վիճակը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր հեռախոսազանգի համար, այո, ես հասկանում եմ, ես այդ ուրեմն դիրքորոշումը եւս ներկայացրեցի, կան մարդիկ, որոնք իրոք այդպես են մտածում, բայց խնդիրը այստեղ այլ հարցում է, թե այնուամենայնիվ որն է այն կարգավիճակը, որ մենք կհամարենք, որ մեր ժողովրդի համար լավ է։ 70-ական թվականներից մինչև առաջին պատերազմի վերջ հայ ժողովուրդը համարել է, որ իր հիմնական նպատակը պիտի լինի ցեղասպանությունի հարվածից վերականգնվելը եւ փորձել վերականգնել իր հայրենիքը, որպեսզի կարողանա ապրել ամբողջական, ուրեմն փորձի իրականացնել տնտեսական հզորացման եւ ներգաղթի քաղաքականություն, որպեսզի մեր հայրենակիցները, որոնք որ ծրված են հիմա աշխարհի տարբեր երկրներով, հնարավորություն ունենան գալ եւ ապրել Հայաստանում։ Այն համակարգը, որ հիմա են դրվում, տարբերվում է այս գաղափարից, եւ այստեղ խնդիրը ավելի շուտ գաղափարական է։ Մենք որ Հայաստանն ենք համարում մեզ համար ավելի ընդունելի, այն Հայաստանը, որ մենք պատկերացնում ենք միջև այս պարտությունը, թե այս պարտությունից հետո իշխանության կողմից մեր թելադրված Հայաստանի տեսլականը։ Հայաստան, որտեղ հայկականությունը ավելի քիչ է, քան այն Հայաստանում, որը մենք պատկերացնում ենք։ Այսքանով թույլ տվեք այսօր իմ հաղորդումը ավարտել։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևում էին մեր հաղորդմանը։ Առավել եւ շնորհակալություն նրանց, ովքեր մասնակցեցին հաղորդմանը հեռախոսազանգերի միջոցով։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։